մի քանի տարի առաջվա, երբ որ պարոն Մինասյանն է եղել ոլորտը համակարգող նախարարը եւ առնվազն կարող եմ ասել, որ իր համակարգման ժամանակ Սևանի մակերեսը ջրառով պայմանավորված 6 սանտիմետր, 7 սանտիմետր ավել է իջել, քան 2025 թվականին։ Շնորհակալ եմ, եթե ելի հարցեր կան։ Պարոն Թունյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Խուդացյան, չէ հարց տալը։ Մի հատ ձեր հարցին պատասխանեմ, ընդդիմադիր գործընկերների հարցերի հետ կապված, գաղտնիքը նրանում է, որ իրանց հետաքրքրումը ոչ թե պատասխանը, այլ հարցը։ Ու այդ հետո այդ ամեն ինչը դառնում է ընդդիմադիր լրատվամիջոցների հոդված, վերնագրեր, որտեղ պատասխան չկա, հարցն է։ Ասենք օրինակ կարան հասնեն ասեն, ճիշտ է, որ այս շշի մեջ ջրի փոխարեն թույն է լցված, դուք ինչ ուզում եք պատասխանեք, հետո վերնագիրը հետ կլինի։ Արդյոք ջրի մեջ թույն է լցված, եւ քանի որ մեծ մասը հիմա իմ ասածը այդ տիպի վերնագրվել կարա գնա։ Դրա համար ըստ էության շատ դեպքերում որևէ նշանակություն չկա պատասխանողը ով է, որովհետեւ պատասխանը հետաքրքիր չի, հարցը ինչ է ստելն է հետաքրքիր։ Իմ հարցը իրոք պատասխանը համար եմ տալիս։ Շատ են քննադատությունները կապիտալ ծախսերի կատարողականի առումով, ու քանի որ բյուջետային ծախսերի մի ահագին մեծ կտոր բաժին է ընկնում հենց ձեր նախարարությանը, խնդրեմ, եթե ձեռքի տակ տեղեկատվություն, վիճակագրություն տա, կա, օրինակ վերջի մի քանի տարիների կտրվածքով ասեք մեզ մոտ ինչ կատարողական կա ձեր մասով կապիտալ ծախսերի գծով։ Ես նկատեցի ձեր տված հարցի ժամանակ նախարարության ֆինանսական վարչության պետ պարոն Ալբերտյանը ինչպես է շփվում։ Մենք կատարողականի խնդիր պարոն Թունյանի որպես այդպեսին չունենք։ Մեր կատարողականը 90 եւ ավել տոկոս է վերջին մի քանի տարիների ընթացքում եւ 2025 թվականին էլ է այդպես լինելու։ Մենք երեք նաեւ մարզպետների մասնակցությամբ քննարկման ժամանակ ենք այս հարցը քննարկել։ Ավելին հետեւյալի խնդիրը ունենք, երբ որ մեզ անհրաժեշտ են լինում վերաբաշխել ֆինանսական միջոցներ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից դուրս հաճախ դիմել պահոստային ֆոնդին, որովհետեւ օրինակ 2025 թվականին օրինակ սուբվենցիաների մասով մենք պլանավորել ենք 16 միլիարդ դրամ, փաստացի իրականացնելու ենք 30 միլիարդ դրամից ավել համաֆինանսավորում, այսինքն մեր կատարողական օրինակ մեր հիմնական ծրագրի մասով կրկնակի ավել է լինելու, քան մեր պլանավորած է։ 2026 թվականի համար պլանավորել ենք 17.7 միլիարդ դրամ եւ վստահաբար ելի կրկնակին մոտ ավել է լինելու, քան մեր պլանավորած է։ Նույնը վերաբերվում է մեր հիմնական ուղղություններից մեկին ճանապարհաշինական աշխատանքներին, որի մասով արդեն առնվազն 2 վերաբաշխում ենք արել, այսինքն մեր բյուջեով պլանավորած թվից միջին նորոգումների մասով ավել ենք արել շուրջ 2 միլիարդ, հիմնանորոգման մասով շուրջ 3 միլիարդ։ Եվ կատարողական ցուցանիշները նախարարությունում կապիտալի մասով ավանդաբար 90% է գերազանցում են։